Ընտեղից ենք եկել։ Հետաքրքիր ամբեր։ Իդեպ մեկնարկել է ազգային ժողով։ Մի վարկյան մի հատ բացվեք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե օլիգարխիական բարեգործություն ու թալան է ձեր ուժի կողմից աջակցություն այն համայնքներում, որտեղ ուժեղ Հայաստանը հաղթել է եւ հայտարարել է, որ հասցնելու է այն վիճակին, որ ձեզ զրկի բարեգործություն անելու հնարավորությունից, ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը։ Հաշվի առնելով Ծառուկյանի հետ այս ընթացքում ինչ է կատարվում։ Ահա։ Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն մի $1500-անոց բիզնես ուներ ու սեղաների տակով սենց վազվզում էր, այս կողմեն կողմ իրեն հովանավորներ էր ման գալիս, արել եմ, անում եմ և անելու եմ, որտև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար և ամբողջ հայության համար և ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկություններից։ Պարոն Կարապետյան, բայց չեք համարում, որ դա սպառնալիք է եւ գուցե ձեր մյուս բիզնեսներն էլ, ինչպես օրինակ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները հերկով հանձնում են պետությանը եւ իրենց կողմից կառավարիչներ ղեկավարներ նշանակում։ Դե թող մի քիչ կառավարեն, մարդիկ չտես Գյորմամի ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, հիմա տալիս ենք թող կառավարեն։ Տեսնենք, ինչ եք թողեմ, քարին եսա չեն թողի, իրենք հնարություն ունեին, նորից եմ ասում, Հրազդանի ցեմենտը արդեն քանի տարի իրեն ձեռքում է, թող կառավարեն, եսակ տեսնեք, ինչ կանեն, այդ նույն ցեմենտի գործարանի հետ, կոնյակի գործարանի հետ, Դա միջազգային ներդրողների համար սպառնալիք չի եւ մտահոգություն չի ունեցել։ իրենց օրոք Հայաստանում գոյություն չի ունեցել միջազգային ներդրող։ Դա ընդամենը ինչ-որ հայտարարություններ են անում, նախընտրական հայտարարություններ են, դուք լրագրողները կարող եք ուսումնասիրել 24 թվականին, 25 թվականին, 26 թվականի արդեն 6 ամիս անցավ, քանի հատ միջազգային ներդրող է եղել եւ ինչքան գումար են ներդրել։ Պարոն Կարապետյան, ձեր ուժը հայտարարում է, որ բազմաթիվ աջակցության ծրագրեր պետք է իրականացվեն այն վայրերում, որտեղ ձեր թիմը ամենաշատ քվեներն է ստացել։ Ուզում եմ հասկանալ, սա ինչ է նշանակում։ Արդյոք Հայաստանը սահմանափակում է ձեր ուժի համար այն վայրերում, որտեղ որ դուք ամենաշատ ձայներն եք հավաքում։ Ոչ, մենք ասել ենք, մենք սկսում ենք այդ վայրերից եւ դա լինելու է շարունակական։ Բայց մենք առաջին հերթին անում ենք այն վայրերում, որտեղ մարդիկ մեզ վստահել են եւ տվել են իրենց քվեն։ Պարոն Կարապետյան, մի րոպե, չէ, ես կներեք, էլի ազգային ժողովում արդեն ելույթ, դուք որտեղ տվեցիք ձեր հարցը, ազգային ժողովում ելույթներն արդեն մեկնարկել են, նստաշրջան սկսվել է, հասցրել եք տպավորություններով կիսվել թիմում, քննարկել եւ մի հարց էլ ամենաթեժ քննարկումներից մեկը HiPost-ին էր վերաբերում, երբ Նարեկ Կարապետյանը հայտարարականացումից հետո 0 դրամ դիվիդենդ է պետությանը վճարել եւ վնասով է աշխատել։ Ինչու է այս process-ը շարունակվում։ Ես չեմ ուզում անդրադառնամ HiPost-ին, եթե ավելի հետաքրքիր հարցեր կլինեն, պատասխանեմ, որովհետև դա Պարոն Կարապետյան, Հիմա այդ մարդու կինը աշխատում է HiPost-ում, ինչ բնութագրեմ կինը լավ է աշխատում թե վատ։ Պարոն Կարապետյան, մոտ 2 ամիս առաջ դուք հայտարարեցիք Եթե ինքը աշխատեր, անպայման կբնութագրեի։ Պարոն Կարապետյանի մոտ 2 ամիս առաջ դուք ընտրություններից հետո հայտարարեցիք կոնսոլիդացիա սկսելու մասին, քաղաքական ուժերի հետ համախմբվելու գործընթաց նախաձեռնելու մասին, նաև առաջարկում եք, որ կամերաների առաջ բաց նստեք, քննարկեք, խոսեք, հիմա դուք ունեք այդ հնարավորությունը, խնդրում եմ ասեք, ձեր այդ գործընթացը ինչ փուլում է, արդյոք մեկ հանդիպում եղել է եւ ինչ էր, խնդրում եմ կմանրամասնեք, որ ուժերի հետ եք հանդիպել։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, նու գլխավոր ուժերի հետ եղել են, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Դե առաջի դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Ինչ եք քննարկել, պատմեք։ Ինչքան, եթե հնարավոր է, որքան հնարավոր է, ինչից եք խոսել, ինչ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Եվ որոնք են այդ ճանապարհները։ Կարծես թե փակուղի մտափարցի, երբ ընդդիմադիրները մանդատները վերցին, գնացին խորհրդարան, բնականաբար Բայց ընդդիմադիրները մանդատները վերցրեցին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն։
դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն հանդիպել եք, խոսել Ռոբերտ եք։ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Լավ, ձեր կարծիքով Չեմ հանդիպել։ Դաշինքից խոսել եք ամեն դեպքում։ Անպայման։ Եվ կասեք օրինակ թեժ աշնան եք սպասում, ինչ եք անում։ Ի վերջո մի քիչ տեսեք Ես դուք չեմ եք ուզում օրինակ դա- ակտիվանալու, ինչ եք անելու։ Աշուն, գարունով սահմանապակենք։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանություններից։ Մենք մեկ օր շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Հայտարարել եք Պարոն լինելու Կարապետյան, վերջնական հավաք օրինակ եւ երբ է լինելու։ դուք մինչև էտել ասում եք ապագա վարչապետ։ Ձեզ գաղտնիք ասեմ։ Ահա, պարոն Կարապետյան, դուք մինչև էտել ասում էիք հաջորդ վարչապետն եք լինելու, չգիտեմ, գուցե դա նախընտրական տրիուկ էր, գուցե դուք էլ համոզված չէիք, ուղղակի ասում էիք։ Հիմա էլ ասում եք, որ մի անգամ կլինի, վերջնական կլինի։ Այսպես մի քիչ կասկածի տեղիք է տալիս։ Դե հիմա գիտեք ինչ, դրա համար մենք անում ենք ամեն ինչ։ Ես ձեզ ասել եմ, ամեն ինչ։ Նկատի ունեք այն Դուք նույնիսկ չեք բարեգործությունը։ պատկերացնում, չէ, ամեն ինչ։ Ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք։ Բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ։ Սա մարդ չի, սա մեխանիզմ է։ Նկատի ունեք։ Մեր դեմ այս իշխանությանը։ Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք։ Իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետև այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ, Որ պետությունները ինչ շատ նկատի լուրջ ունեք։ պետություններ, դե ոչ բարեկամ պետություններ։ Դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակ է Ինչ նկատի ունեք, ով է ստեղծել։ Մարդիկ դուրս Ստեղծել եկան են, որ փողոց, մեր- եղավ հեղափոխություն։ Դուք ինչ Ստեղծել են, որ կասկածներ մեր ով է ստեղծել։ երկիրը տանեն կործանման։ Դուք ում եք, դուք Ադրբեջանին եք ակնարկում, ինչ եք Դե անում։ հիմա դուք կհասկանաք։ Չեք Չէ, կարող պարոն Կարապետյան, մի քիչ Ոչ բացասեք, միայն հա։ Ադրբեջանին, ոչ միայն։